Այն հոգևորականները, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը միտումնավոր շրջանցել են, պիտի զղջան ու սրբագրեն իրենց, թե չէ կարգալույց կարվեն։ Սա ենք հասկանում եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների երեկվա ժողովին հաջորդած հայտարարությունից, որ Մայրաթոռը տարածեց այսօր։ Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Հերձվածը իրեն եկեղեցուց դուրս դրած մարդն է։ Էջմիածնի հայտարարությունից բխում է, որ Փաշինյանի ներկայությամբ պատարագած ու վեհափառի անունը շրջանցած քահանաները, եթե ուզում են պատժից խուսափել, պիտի ընդունեն իրենց սխալը, մեղաներով ծնկի գան խոստովանեն ու թողություն խնդրեն։ Մայրաթոռի հայտարարությունում առանձին անդրադարձ չկա Վայոց ձորի ու Մասյաթոտնի թեմի առաջնորդներին։ Վերջին երկու պատարագներում տեքստի խմբագրումը հենց Աբրահամ ու Գևորգ սրբազանների ներկայությամբ կամ հանձնարարությամբ տեղի ունեցավ։ Մի ընդհանուր հորդոր կա։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին, հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ Երեք ժողովի մտնելուց առաջ Վայոց ձորի թեմի առաջնորդը այդպես էլ չպատասխանեց Տեր Հովհաննես քահանան իր հանձնարարությամբ է շրջանցել վեհափառի անվան հիշատակումը, թե ինքնագործունեություն էր։ Տեր Հովհաննեսը ինքն էլ ոչինչ չի ասի։ Քանի որ ես եպիսկոպոսական ժողովներից տեղյակ չեմ, այնքանով եմ տեղյակ, որքանով որ համացանցում որ ինֆորմացիա կա կամ չկա, դրա համար ես ոչինչ չեմ կարող ասել։ Քահանային ժողովից չէինք հարցրել, այլ այս մասին վրիպեց, մոռացավ, թե հատուկ չհիշեց վեհափառին։ Զղջում է։ Այս մեքենա են վարում, կներեք։ Մասյաթոտնի թեմի քահանա Տեր Երվանդը արդեն հայտարարել է, որ վեհափառի անունը չհիշատակելով ինքն իր անհամաձայնությունն է հայտնել ընդդեմ անարդարության։ Մայրաթոռից թիրախավորել են իր թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Հասկանալի է, Տեր Երվանդը չի փոշմանում։ Աբրահամ ու Գևորգ սրբազանները հեռախոսազանգերին չեն արձագանքում։ Մեղաներով ծնկի գալու միտք ունեն, թե ոչ, հայտնի չէ։ Ես լինեի վեհափառ հայրապետի տեղը, ասենք իրպես իմաստուն չլինելով, ես հենց այսօր բոլորին կարգալույց կանեի, հաջորդ կիրակի իրենց կրկնակի քանակի եպիսկոպոս կոծեի, կուղարկեի իրենց թեմերը, բայց փառք Աստծո ես չեմ վեհափառի տեղը, ես ընդամենը յուղական քահանա եմ, վեհափառը բոլոր հարցերում ինձանից շահայաց, իմաստուն։ Բյուրականի եկեղեցու քահանա Տեր Վրդանես Բաղալյանի կարծիքով թեմերի երկու առաջնորդները միացել են իշխանության արշավին։ Դրանով է պայմանավորված պատարագների տեքստի կամայական խմբագրումը։ Իրենց դեմ կոմպրոմատներ ունեն, իրենց պարտադրում են ինչ-որ լծակներով, նայեք իրենք եթե նույնիսկ ասեն խնդիր ունենային զուտ վեհափառի, այդ խնդիրով իրենք այդ խնդիրը բարձրացնեին եւ դիրքորոշում արտահայտեին, բայց իրենք ոչ թե բարձրացնում եւ դիրքորոշում են այտնում, այլ միանում են հակաեկեղեցականների։ Վեհափառի անունը պատարագի մի քանի հատվածներում պիտի հնչի, ընդգծում է Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանը, Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը, այդպես է սկսած 12-րդ դարից։ Ոչ թե անձնավորված, այլ իրապես օրվա կաթողիկոսին բոլոր ժամանակների հիշատակվել եւ պիտի հիշատակվի նաեւ գալիքում։ Իդեպ Մայրաթոռը Փաշինյանի ներկայությամբ կաթողիկոսի անունը չհիշատակելու երևույթին եպիսկոպոսական ժողովով հատուկ անդրադարձավ, սակայն մինչև օրս որևէ գնահատական չի տվել դիվանապետի Արշակ Սրբազանի անվան հետ կապվող ինտիմ սկանդալին։ Միաբանական հանձնախումբ են ձևավորել, բայց կաթողիկոսական վճիռ չկա։ Իսկ իշխանականները այսօր նորից են պնդել կաթողիկոսական գահը թափուր է, նրա անունը ինչու պիտի հնչի։ Երբ որ ընտրվի նոր ուխտը չխախտած իսկական վեհափառ, արդեն հնարավոր կլինի հիշատակել նրա անունը։ Իսկ կտրիչ Ներսիսյանը պետք է դադարեցնի Մայրաթոռի ասպատակությունը եւ լքի վեհարանը։ Գնա կյանքը նվիրի իր զավակին ու թոռներին, ինչպես պիտի անի ցանկացած լավ հայր։ Այս կիրակի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոսի հրավերով։ Վազգեն Սրբազանը մինչև այժմ Մայրաթոռից տարբերվող մի քանի տեսակետներ է հայտնել։ Անուշավան Սրբազանի ու կառավարող թիմի միջև կապերի մասին մամուլն է գրում։ Արդյոք այս կիրակի Մայր եկեղեցում նույնպես չեզոքացնելու են կաթողիկոսի անունը։
Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղեդիներ ու սրտիկներ առաքել բոլորին։ Դեռ չի բացահայտում, որտեղ է ծնկի գալու այս կիրակի, արդյոք Երևանի մայր տաճարում։